Սիրտանոթային հիվանդությունները և մետաբոլիկ առողջության խնդիրները, ճարպակալում, վահանաձև գեղձի խանգարումներ, շաքարային դիաբետ համարվում են 21-րդ դարի համաճարակ։ Այս թեմաներն են ներքին և ընտանեկան բժշկության ժամանակակից մարտահրավերներն ու նորարարությունները խորագրով միջազգային սիմպոզիումի օրակարգում։ Մենք ամեն տարի անում ենք այս միջազգային սիմպոզիումները։ Սրա առավելությունը նրանումն է, որ մենք անցած տարի դարձանք Եվրոպական ֆեդերացիայի անդամ և մեր միջազգային հյուրերի ցանկում ավելացան Եվրոպական ֆեդերացիայի, եվրոպական երկրների հյուրեր, այսինքն այն երկրները, որոնք ևս հանդիսանում են այդ ֆեդերացիայի անդամը։ Այսօր Հայաստանում ինձ համար մեծ պատիվ է, ոչ միայն այդ երկրների փորձագետները և անվանի մասնագետներն են այստեղ, այլ նաև ներքին բժշկության նախագահները, միությունների նախագահները։ Թերապևտ եմ, աշխատում եմ Իսպանիայի Մալագա քաղաքում։ Ուրախ եմ այստեղ տեսնել ներքին հիվանդությունների Եվրոպական ֆեդերացիայի բազմաթիվ բժիշկների։ Իմ այսօրվա ելույթը վերաբերում է բժշկության ներկային և ապագային։ Ներկայացնում եմ իմ փորձը կարևորելով արհեստական բանականության գործիքների կիրառումը, որոնք հեշտացնում են հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը։ Ընտանեկան բժիշկը կամ թերապևտը պետք է կարողանա իրականացնել միանգամից մի քանի հիվանդություն ունեցող բուժառուի բուժումը։ Օրինակ, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը և երիկամային անբավարարությունը փոխկապակցված են, սակայն միաժամանակ առանձին հիվանդություններ են, և դրանց ճիշտ կառավարումը մեծ հմտություն ու փորձ է պահանջում։ Շատ կարևոր է տարբեր երկրների մասնագետների միջև կամուրջներ կառուցելը։ Որպես թերապևտներ մենք բազմաթիվ բուժառուների առողջության պատասխանատուներն ենք։ Համագործակցությունը կարևոր է, քանի որ թեև մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց նույնն են մեր բուժառուների խնդիրներն ու մեր մասնագիտական հետաքրքրությունները։ Շատ հուզված եմ, ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Շատ կարևոր այց է ինձ համար, քանի որ ունեմ հայկական արմատներ։ Խոսելու եմ հիվանդանոցներում մատուցվող բուժծառայությունների որակի կարևորության մասին։ Եգիպտոսից Մոնա Ամին էլ խոսելու է հեպատոլոգիայի արդիական թեմաներից մեկի՝ մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդության մասին։ Ներկայացնելու եմ ախտորոշման և բուժման նոր մեթոդները, դեղամիջոցները, որոնք մոտ ապագայում կարող են կիրառվել լյարդի ճարպային հիվանդության բուժման ժամանակ։ Այս հիվանդությունն ի դեպ համարվում է սիրտանոթային խնդիրների առաջացման հիմնական ռիսկային գործոններից մեկը։ Կրեդիտավորված գիտաժողովը կնպաստի հայ բժիշկների մասնագիտական զարգացմանը, փորձի փոխանակմանը և միջազգային գործակցության ամրապնդմանը։ Նարայ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։